Պարոն Խաչատրյան, ինչպես լսեցիք, երեք ճեպազրույցում Փաշինյանը արդեն բաց տեքստով եւ ուղիղ հայտարարեց, որ Քյարքին հայկական տարածք չէ, բայց մենք հիշում ենք, որ նախկինում շատ հակասական ու այլ բաներ են ասել, այդ թվում անվտանգության խորհրդի քարտուղարը ՀՄԿ-ի եթերում ասաց մենք անկլավներ չունենք, ինքն էլ եւ ազգային ժողովում եւ տարբեր հարցազրույցներում ասուլիսներում ասել էր, որ դե յուրե նման բան չկա, մենք հələ պիտի փաստաթղթավորումը ստանանք, հələ հասկանանք ինչա, փաստորեն ու չունենք ինֆորմացիա, որ ստացել էինք այդ փաստերը, հիմա ինչու է նման բան հայտարարում։ Չէ, փորձել Նիկոլ Փաշինյանի մեջ խոսքերի մեջ հակասություն գտնել, այդ անշնորհակալ գործ է, որովհետև ինքը Նախաճաշին մի բան է ասում, Ճաշին իր Նախաճաշի ասածը հակասուն հայտարարություն է անում, իսկ ընթրիքին ասում ընդհանրապես էս այդ թեմային չեմ անդրադարձել։ Այո, Նիկոլ Փաշինյանը իրենց միմիկան ինտենսիվ օգտագործելով ասում է, իսկ այդ ինչ քարտեզներ են, որտեղից որոշեցին, որ տենց քարտեզ կա, որտեղից որոշեցին, որ Հայաստանում անկլավներ կան, իսկ հիմա Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումների տակ ընկրկելով ինքը սկսում է ադրբեջանական նարատիվները առաջ մղել, հասկանալով, որ Հայաստանում իր լեգիտիմությունը, իր աջակցության ծավալը, մակարդակը գնալով նվազում ենք, հույսը դրել է Ադրբեջանի վրա, որ իր իշխանությունը կարողանա պահի։ Ադրբեջանն էլ բնականաբար այդ բարի աչքով նայելու դիմաց իրանից զիջումներ է պահանջում։ Այդ զիջումներից մեկն էլ այսպես կոչված անկլավների խնդիրն է։ Ինչպես դուք նշեցիք, սա հերթական զիջումն է, դուք խորհրդարանի աշխատանքները ձեր ֆրակցիան սկսեց հենց Տիգրանաշենի հարցով եւ փորձում էիք երաշխավորություններ ստանալ, երաշխիքներ ստանալ, որ Տիգրանաշենը կպահվի, հայկական կլինի, չեն տա եւ այլն, բայց ինչպես տեսակ տվեցին, հիմա ձեր գործողությունները ո՞րն է լինելու որպես հանդիմություն։ Տիգրանաշենի հարցում, այո, մենք խոսել ենք դրա մասին, փորձել ենք իրենք ասեն կտան թե չեն տա, ազգային ժողովի նախագահը նորընտիր փորձում էր խուսանավել այդ պատասխանից, բայց Նիկոլ Փաշինյանը պարզ ասաց, որ կան անկլավներ այդտեղ եւ հարց առաջում, այդ ինչի հիման վրա ինքը դա անում։ Իրանք անընդհատ հղում են կատարում Ալմաթայի հռչակագրի վրա, որի մասին ես արդեն հոգնել եմ խոսելուց։ Գոնե մի անգամ թող կարդան այն մարդիկ, ովքեր այդ թղթի վրա հղում են կատարում։ Իսկ պարզ ասելով, որտեղ որևէ քարտեզ չկա, Ալմաթա որևէ քարտեզ չկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի, հաշվի առնելով նաեւ ստեղծված իրավիճակը։ Իսկ խորհրդային միության փլուզումից հետո, որ ասում է վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, նման իմպերատիվ պահանջ, նման փաստաթուղթ գոյություն չունի։ Երկրները միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն պետք է կարողանան սահմանազատում իրականացնել։ Այո, որպես հիմք կարող են վերցնել ինչ որ մի պայի քարտեզ, որ Փաշինյանն ասում են, չէ, 77 թվականի քարտեզը, որոնք 79 թվին անցան հերթապահության եւ այլն, բայց դրա վրա հողում էլ արդեն չկա։ Տեսեք, Շահին Մուստաֆաև, որ եկել էր Հայաստան, կարծեմ աղվերանով որ հանդիպեցին, չէ՞, այդտեղ նոր քարտեզների փոխանակազման պրոցեդուրայի փոխանակում է տեղի ունեցել, ինչ նոր քարտեզներ է, հարց եմ ուղարկում մեր Գրիգորյանին, անհասկանալի պատասխան է գալիս։ Այդ սահմանազատման կանոնակարգը, որ իրանք այդտեղ հաստատեցին, էլի հղում չի տալիս այդ քարտեզների վրա, այսինքն այս ամեն ինչը մեզ հիմք է տալիս կարծիք եւ վստահություն հայտնել, որ ուղղակի Ադրբեջանն ասում է, սա իմն է, պետք է տաս։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, խորհրդարանական, արտախորհրդարանական, պետք է կարողանա ժողովրդին ուղղակի մոբիլիզացնել, որովհետեւ մենք հասկանում ենք, ինչ տեղի կունենա, եթե Հայաստանի կենտրոնում ադրբեջանական ռազմական բազա լինի։ Սրանով կկտրվի մեր կապը հարավային մարզերի հետ, Վայոց ձոր եւ Սյունիք, ինչպես նաեւ դեպի Իրան տանող ճանապարհը։ Իրանք դեռ 2-3 տարի առաջ են իդեպ հասարակության նախապատրաստում Տիգրանաշենը հանձնելու եւ իրանց պատգամավորներից մի քանիսը խոսել էր նաեւ Ուրցաձորի ճանապարհի մասին։ Ես ուղղակի խորհուրդ կտամ մեր հայրենակիցներից ուղղակի գնալ այդ Ուրցաձորի ճանապարհով անցնել, ոչ թե մարդատար մեքենայի ղեկին, այլ բեռնատարի ղեկին, տեսնենք լանջարից ինչպես են իջնելու ներքև։ Եթե հնարավոր լիներ մարդիկ
չէին գնա Տիգրանաշենի ոլորաններով, կգնային լանջառով, բայց եթե գնում են Տիգրանաշենի ճանապարհով, նշանակում է ճանապարհը անհամեմատ ավելի լավն է, քան թե լանջառի ճանապարհը։ Կամ մյուս խնդիրը, որ ինքը խոսում էր Սոֆուլու, Բարխուդարլու եւ այլն եւ այլն։ Դա էլ կտրվում է մեր ամենակարճ ճանապարհը դեպի Վրաստան, ինչպես նաեւ նախկին Իջևանի շրջանից նախկին Բերդի շրջան գնալով, օրինակ եմ ասում։ Եվ սահմանազատման հետ կապված մեկ այլ շատ կարևոր խնդիր կա։ 24 թվականին երբ ինքը ափալ գնաց իրանց եւ ասեց, եթե տարածքները չտանք, մի շաբաթվա մեջ կռիվ կլինի, գոնե ըստ մասնակիցների խոսքերի։ Ասում էր լավ, կսահմանազատենք, մենք ունենք տարածքները, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են, Ադրբեջանի տարածքներ, որոնք մեր օկուպացիայի, մեր տիրապետության տակ են։ Դրանք պետք է փոխանակել եւ հիմա 2 տարուց ավել է անցել, 24 թվականի մայիս-հունիսին վերջացրեցին դա։ Այդքան տարածք տվեցին, ինչի մի միլիմետր տարածք հետ չեն բերել։ Չկա այդ խնդիր, այսինքն միակողմանի զիջումների շարք է։ Եվ եթե կառավարության ներկայացված ծրագիրը նայեք, այնտեղ օրինակ սահմանազատման մասին խոսում են, բայց Ադրբեջանի կողմից անմիջապես, անվերապահ, առանց նախապայմանների օկուպացված տարածքներից դուրս գալը, օրինակ Ջերմուկ, Սևլիչ, Իշխանասար, Շորժա, դրանց մասին խոսք չկա։ Հա ճիշտ եք, շատ լավ, պարոն Խաչատրյան, բայց դուք չէ, հասկանում ենք, որ խնդիրը շատ լուրջ է։ Բա ընդդիմությունը հարց եմ տալիս, ինչ է անում, ինչ գործողություններ եք դուք գեներացնելու։ Ես այս հարցը այս վերջի մի քանի օրերին ձեր ֆրակցիայի տարբեր անդամների տվել եմ, ասացին, որ եթե հլթող Տիգրանաշենը եթե տա գործողությունների կդիմենք։ Հիմա հարց եմ տալիս, ինչ է հետևելու սրան։ Ես կարծում եմ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի կարողանանք արտահանական ընդվզում, դժգոհություն, դիմադրություն առաջացնենք։ Սա իհարկե Նիկոլ Փաշինյանը կտանի էլի շանտաժ, կասի չտանք կլինի կռիվ։ Ստեղ էլ իհարկե հարց կառաջանա, բա Մարիա Կարապետյանն ասում էր խաղաղություն է, որովհետև 200 եվրո դիտորդ կա, Փաշինյանն ասում էր խաղաղություն է, որովհետև թրիփ կա, թրիփն է կա, եվրադիտորդներն է կան, բա դեպքում ինչ պատերազմի սպառնալիք։ Կամ պետք է փորձել ուղղակի հստակ բացատրել ժողովրդին, որ սա շանտաժ է, որ Փաշինյանն ուղղակի իր աթոռը պահելու համար գնում է բոլոր զիջումների, այլ տարբերակ։ Պետք է այն, որ ասիկ ընդվզում պիտի գեներացնենք, ընդվզում պիտի անենք, բայց երբ արդեն բանից անցնում է, այս Արցախի օրն անում։ Կարծում եմ ինչքան շուտ ենքան լավ, բայց պետք է հասկանանք, որ այդ բողոքը դժգոհությունը, պասիվ դժգոհությունը պետք է հնարավոր լինի վերածել ակտիվ դիմադրություն։ Հիմա դուք վերանում եք դա անելու համար։ Միշտ էլ արել են 20 թվականից ի վեր, դաշնակցությունը գոնե 19 թվականից ի վեր։ Հիմա գոնե պետք է հասկանան, որ այն բոլոր ինչ որ մենք զգուշացնում ենք իրականություն է դառնում։ Հիմա ասում մարդիկ թող գնան Տիգրանաշեն գյուղ, ոչ թե Մայրուղիով անցնեն։ Տեսեք, ես քան խոսում են, ասում են սուբվենցիա, ինչ սուբվենցիա, ինչ ներդրում անտեղ արել։ Ինչ եմ, մարդիկ չեն հավատում, չեմ հավատում, քանի ձեռներս չթաթախեմ արյան մեջ չեմ հավատում։ Հիմա դա գալիս է։ Եվ եթե տեսնում եք մեր խոսույթի մեջ, քաղաքական խոսույթ է մեր խոսույթը։ Այդ մարտահրավերների մասին պարզ խոսում ենք։ Բայց ընդդիմադիրների անկարողությունը կա այստեղ, պարոն Խաչատրյան, մի տես։ Չեմ ուզում ընդդիմադիրներին բոլորին մի սանրով սանրեք, էլի։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին չսիրողների թիվն այնքան շատ է, որ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ կազմակերպություններ կան։ Մեր քաղաքական ուժը միշտ եղել է պայքարի առաջնագծում եւ դիրքերը չի զիջում։ Շատ լավ, սպասենք ուրեմն ընդվզման ձեր բարձրացրած ալիքին, որովհետև տպավորություն որ խորհրդարանում զուտ դուք բարեկիրթ կառուցողական ընդդիմության դերի մեջ եք ու ըստ էության խորհրդարանի պատերից դուրս չեք գալու։ Չէ, ասկան չգիտեմ այդ տպավորությունը ինչի է ստեղծվել, բայց գոնե մեր ֆրակցիայի անդամների ելույթներից բարեկրթությունը կա, բայց կառուցողական կոնֆորմիզմը չկա։ Ելույթները, խորհրդարանը դրա համար է, բայց սա պետք է օգտագործել դրսում շարժում գեներացնելու համար։ Խորհրդարանը հասկանում եք, չէ՞ որ եթե գնում ես հռոմ, դե քեզ հռոմեացնում անպայծ։ Ամեն ժանր իր օրենքները ունի։ Շնորհակալ եմ։